Արտառոց էր այն, որ Եվրոպամետ Հանրապետություն խմբակցությունը Արամ Սարգսյանի դեմ է քվեարկել Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնած Պաք թագավորի անվանակոչությանը, ինչպեսի արժեքային համապատասխանություն։ Սա կարդացի արևմտամետ խաղացող, բայց իրականում ռուսական օրակարգ սպասարկող Հայկ Գրիգորյանի սուտ գրառումը։ Այն Հայկ Գրիգորյանի, ով սուպեր արևմտամետ իրեն դրած, բայց իրականում սուպեր ռուսամետ սուպեր մամայի Հայկոյի հետ է եկել քաղաքապետարան։ Մեր խմբակցության երկու ավականու անդամները հանձնաժողովի նիստին դեմ չեն քվեարկել, ձեռնպահ են քվեարկել, ասելով, որ հրատապ հարցը չի քննարկվել խմբակցության շրջանակում։ Ես հասկանում եմ, որ ձեր համար խորթ է խմբակցություն հասկացողությունը, որովհետև դուք սովոր եք կոոպերատիվ կուսակցությունների վարձով տալ հայկոների նման ձեր կուսակցությունները, բայց մենք քվեարկում ենք խմբակցությունում քննարկված եւ միաձայն բոլոր նախագծերը եւ հետեւաբար մեր երկու անդամները հրատապ եկած հարցին չէին կարող ոչ կողմ, ոչ դեմ քվեարկել չքննարկած խմբակցության հետ։ Եվ ուրեմն հանրությանը տեղեկացնում եմ, որ տվյալ սուբյեկտը ունի խոսել է սուտ, ասել ստախոս իրեն չափազանց մեղմ կլինի, կարելի է ասել իրավիճակներին համապատասխան խաղացող մարդ, ում համար ճշմարտությունը ընդամենը շարժական դետալ է։ Հանրապետություն խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը, ոչ թե նրա համար, որ կողմ է Ամիրյան փողոցին կամ դեմ է Պապ թագավորին, այլ մենք համարում ենք, այլ նաև հնչել է այս դահլիճում, որ ինչպես Լենինգրադյանը ուներ հանրային մեծ աջակցություն, որպեսզի պետք է անվանափոխվի, Ամիրյանն այն փողոցն է, որ պետք է ունենար լայն հանրային քննարկում, այլ ոչ թե 25 ընդամենը մարդու այդ հարթակում, հա, ակտիվ քաղաքացի լայք։ Հետևաբար անօրինական է, անու ոչ օրենքի սահմանում, բայց հանրային ընկալման մեջ սա բացասական նախագիծ է։ Եվ ես առաջարկում եմ ավականու խմբակցություններին, ավականու անդամներին չմասնակցել այս քվեարկությանը եւ չապահովել քվորում։ Շնորհակալություն։